տեսություն, այսօր ճաշմանդագը, աննախադեպ ճաշմանդագ է, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Սրբազանին, Սրբազան հորը, բարևներս թողանձեմ Միքայել Սրբազանին, շնորհակալ եմ Աստծուց, որ նման սրբազաններ ունենք, մեր եկեղեցին նման սրբազաններ ունի, ասենք պետքա Նիկոլի հետ հանդիպածները սրբազան են, հնարավորություն կունենաք Բազմական դատարան, հարցեր կա, որ մինչև դեկտեմբեր 9-ը, ասենք ես հիմա ախր տեսեք, անցած նիստին թոշակառուներից խոսեցինք, հիմա այս մարդամեկը սուդախոսը, Սուդլիկ Որսկանը, երեք ազգային ժողովում, ասենք թոշակառուներից ճար է ասեք։ Հիմա ես ուզում եմ պատասխանեմ, բայց ոչ պատասխանեմ, նստեք կասեմ, այստեղ քաղաքական ամբիոն չի, հստակ հարց ենք քննարկելու, խնդրեմ, հստակ հարցեր ուղղակի մի հատ հարց ունեմ, էլի, դատախազներին, պատվաժան դատախազներին։ Դատախազներին հարց իրավունք չունեք։ Լավ, ասենք ասեմ ես հիմա այստեղ նստած եմ, հաստորեն 3 մարդու խոսակցության հիմքով։ 3 մարդու խոսակցության հիմքով, ասենք ինչ-որ ցայնագրություն կա, ես այստեղ նստած եմ։ Ես 5 ամիս շարունակ, այսօր 5 ամիսը լրացա։ Իմ մեջ մի հատ մեծ հարց կա, հարցական կա։ Եթե 3 հոգու խոսածի հիմքով, անձնական խոսակցության հիմքով հնարավոր է անձին ձերբակալել եւ կալանավորել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առնվազն 30,000 հոգի խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Եթե իմ պարագայում պարգևված ավտոբուս չկա, ներ չկա, շփոթված ուժող չկա, կա վաճառված Արցախի փաստը, կա 150,000 հոգի արտագաղթած արցախցիներ, միներ ուզում եմ հասկանալ դուքները չի հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք։ 30,000 Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Արցախը վաճառած է 150,000 հոգի արտագաղթել են։ Ես ուզում եմ հասկանալ դուքները չի հերիքում ձերբակալեք։ Թե իջի վсё։ Մեքսիկայում հաշվի համար ստուգել, Կանադայում հաշվի համար ստուգել, 5 միլիոն չի բերձ, ես հարցեր ունեմ, ես հարցեր ունեմ, ապեր։ Չի համար գնա։ Ապեր ինձ արգելված է քաղաքական հարցեր կա։ Ինձ արգելված է քաղաքական հարցեր։ Ապեր չեմ հասցնում, իրավաբանական հարցեր են քննարկում, Գիտեք որ չի անդադարել, չէ, գիտեք մեր ուզեր տարբերությունը որն է։ Դուք կարողանում եք Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությանը, դուք կարողանում եք փոքր խմբակի, մենք այն ժողովրդին եք կարողանում։